Բաքվի հետ պետք է ուղիղ խոսել այն պատճառով, որ երբ մենք երկար տարիներ ուղիղ չենք խոսել, դա ավարտվել է նրանով, որ մեր կոնֆլիկտից օգուտներ են քաղել մեր փոխարեն խոսացողները։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք խոսենք ուղիղ։ Եվ իշխանությունները, եւ հասարակությունները, եւ լրագրողները, եւ փորձագետները բոլորը պետք է խոսեն։ Մենք պետք է իրար լսենք։ Ինչով է կարևոր այս գործընթացը։ Այս գործընթացը, եթե մենք խոսում ենք քաղաքասարակությունների, այս հանդիպումների մասին, կարևոր է նրանով, որ առանց այս սեգմենտի, առանց այս кейսի, այսինքն հասարակությունների շփման, ընդհանուր խաղաղության գործընթացը չենք կարող պատկերացնել, որովհետև խաղաղությունը դա մի բան է, որը պետք է առաջին հերթին պահանջված լինի հասարակությունների մոտ։ Դա միայն իշխանության որոշելիքը չէ։ Մեր հասարակությունները երկար տարիներ եղել են թշնամական հարաբերություններում եւ դա ունեցել է խորքային եւ շատ լուրջ պատճառներ։ Հիմա պետք է քայլ առ քայլ գնալ այն ուղղությամբ, որպեսզի այդ թշնամությունը կոտրվի, որպեսզի մենք կարողանանք իրար հետ խոսելով չէ, մենք կարող ենք ինչ-որ կոնսենսուսի դուրս գալ։ Հասկանանք, որն է մեր ընդհանուր շահը։ Ամենակարևորը, ինչն ենք մենք սխալ արել, որտեղ ենք թերացումներ ունեցել։ Եվ փորձենք այդ ամենը շատ դանդաղ, երկարատև գործընթացի միջոցով շտկելով հասնենք այդ երևույթին, իրողությանը, որը կոչվում է խաղաղություն։ Դա աշխարհում հիմնականում մարդիկ խաղաղ են, ապրում, պատերազմներ չկան։ Մենք մեր իսկ սխալների պատճառով այդ խաղաղությունը չենք ունեցել։ Հիմա փորձում ենք այդ իրավիճակը շտկել։